100 հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաներ փակել են Երուսաղեմի հիմնական մուտքերը ի նշան պարտադիր համընդհանուր զինվորական ծառայության դեմ բողոքի։ 15-ամյա մի տղա, որը մի խումբ այլ ցուցարարների հետ բարձրացել էր կիսակառույց շենք, ընկել է եւ մահացել։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ իրավապահները սկսել են ցրել բողոքի ցույցը։ Զինվորական ծառայությունն Իսրայելում պարտադիր է 18 տարեկանից բարձր տղաների եւ աղջիկների համար, սակայն ուլտրաուղղափառ հրեաները միշտ ազատված են եղել զինվորական ծառայությունից։ Այս հարցը երկար ժամանակ եղել է երկրի աշխարհիկ եւ կրոնական ուժերի բուռն քննարկումների առարկա։ Անցած տարվա հունիսին Իսրայելի գերագույն դատարանը որոշել էր զորակոչել նաեւ Յեշիվա ուլտրաուղղափառ հրեական կրթական հաստատությունների ուսանողներին։ Որոշումը դեռ օրենքի ուժ չի ստացել, սակայն Քնեսեթ է ուղարկվել զորակոչից խուսափողների համար պատժամիջոցների մասին օրինագիծը։ Ընդդիմության առաջարկին աջակցում են նաև իշխող Լիկուդ կուսակցության որոշ անդամներ։ Նեթանյահուի կաբինետը նորից դժվարին իրավիճակում է հայտնվել։ Բիբին կողմ է օրինագծին, սակայն իշխող կոալիցիայի որոշ անդամներ, որոնք կրոնական կազմակերպություններ են ներկայացնում, դեմ են պարտադիր համընդհանուր զորակոչին։ Վերջին 2 տարիներին նրանք պարբերաբար սպառնում են քանդել կոալիցիան։ Երուսաղեմի ցույցերը դատապարտել է ընդդիմության առաջնորդ Յայիր Լապիդը։ Եթե կարող եք մասնակցել ցույցերի, կարող եք նաև պաշտպանել պետությունը։ Բացառությունների դարաշրջանը ավարտվել է։ Ուլտրաօրթոդոքսները պնդում են, որ զինվորական ծառայության պարտադրանքը հակասում է իրենց կրոնական կենսակերպին։ Մենք մեր երկիրը պաշտպանում ենք աղոթքով եւ կրոնական կյանքով, ավելի արդյունավետ, քան բանակում։ Մենք մեր հայրենիքի պաշտպաններն ենք։ Երիտասարդների գործողությունները սրբապղծություն են անվանել հրեա պատանդների եւ անհետ կորածների հարազատները։ Նրանք արգելել են ծայրահեղ ուղղափառներին շահարկել իրենց երեխաների անունները զորակոչից խուսափելու համար։ Տարեսկզբին Ցախալի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է առաջին կրոնական ստորաբաժանումը՝ Հասմոնեական բրիգադը, որում մոտ 150 զինվոր է ծառայում։ Զինվորներին թույլատրվում է շաբաթ օրերին կրոնական ավանդական հագուստ կրել, ժամանակ հատկացնել աղոթքներին եւ Թորայի ուսումնասիրությանը։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ ուլտրաօրթոդոքս զինվորների կրոնական ավանդույթները հնարավորինս պաշտպանված են ծառայության ընթացքում։ Ծովինե Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։